ԱՄՆ-ի մանչափասի նկատմամբ անառակաբար գործողություններ կատարած միջազգային հետախուզվողը հայտնաբերվել է Հայաստանում։ Տեղեկությունը այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկատվություն, որ այդ տղամարդը թաքնվում է Հայաստանում։ ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին Տեղաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով։ 2025 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում, ասված է հաղորդագրությունում։ Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվել է եւ ձերբակալվել։ Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին եւ դատախազությանը։ Եվրոպայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունում Սամվել Սիրամարգյանը երեկոյան դարձել է Եվրոպայի երակի չեմպիոն։ Տեղեկությունը այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Չեմպիոնական տիտղոս են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանն ու Արգիշտի Հակոբյանը։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն է դարձել Վաղար Շաքեյանը, իսկ Հարություն Մարտիրոսյանը եւ Բահրամ Դովլաթբեկյանը դարձել էին փոխչեմպիոններ։ Նոյեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 9:50-ի սահմաններում Մարգարավանաձոր Տաշիրեմ 3 ավտոճանապարհին 59 կմ հատվածում Ափնագյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին բախվել են Nissan X-Trail եւ Opel Zafira Magnishi ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու ապարանի եւ Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են մի մասը ապարան, մի մասը աշտարակ բժշկական կենտրոններ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ բարձում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց եւ հայտնվել դաշտում։ Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 16:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարություն օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22 դրոպի նահասիում գտնվող կյանքի խոսք եկեղեցու նախասրահում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Աիդա անդանակահարել է մորաքրոջը։ Երևանի բնակիչ 57-ամյա Արմենուի բին հաղորդում են ԶԼՄ-ները։ Նույն օրը Աիդան ինքնակամ ներկայացել է բաժնում եւ խոստովանել, որ նախկինում ունեցած կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Թբիլիսյան 22 դրոպի նահասիում գտնվող կյանքի խոսք եկեղեցու նախասրահում տանակով հարվածել է Արմենուհի բի նստատեղին պատճառելով մարմնական վնասվածք։ Նոյեմբերի 10-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում Ասիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Դեպքի արդիվ նախաձեռնվել է քրեական վարույթ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով հայտնել են քննչական կոմիտեից։ Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին հազանգել են իրավապահներին։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է հրամանագիր, որով Գարիկ Մանուկյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Էդգար Հունանյանը սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել էր այս տարվա սեպտեմբերին։ Վերջինիս պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվել։ Վաու, աստվածին, ֆանտաստիկ ցնցող։ Աշխարհի տարբեր երկրներում նման կերպ են արձագանքում օգտատերերը մանկական Եվրատեսիլ 2025-ի այս տարվա մեր պատվիրակի Ալբերտի երգի առաջին իսկ վայրկյաններից։ Տեսահոլովակ նորեր առաջ հրապարակվել, բայց արդեն հասցրել է դառնալ ամենադիտվածը, սիրվել աշխարհի տարբեր երկրներում։ Իսկ Ալբերտն էլ մրցույթի ֆավորիտներից է։ Նրանցի ասում է ոչ միայն Ալբերտի հզոր կատարումը, այլև երգի թեման, ուղերձն ու անիմացիոն ֆենտեզի ոճի տեսահոլովակը, որը Անտուան դը Սենտ-Էքզյուպերի փոքրիկ իշխանի մոտիվներով է։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի զղջում, որ դատի է տվել «Իմ Նեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին եւ պահանջել $6500 փոխհատուցում վճարել։ Այս մասին այսօր նա ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ Վերոնշյալ հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Երբ սկսում են քննարկել որևիցե մեկի սեռական կյանքը, այդ ամենի մեջ էմոցիայից, վիրավորանքից ու զրպարտությունից զատ կա նաեւ քրեական բաղադրիչ եւ սպառնում են։ Խոսքը դրա մասին է, մանրամասնել է Սիմոնյանը, վստահեցնելով օրենքով պատժվելու են բոլորը, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել պալատի լորդ Ջեքսոնի կողմից Նիկոլ Փաշինյանը հայ-առաքելական Սուրբ եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները թեմայով։ Այս մասին սոցցանցի էջում գրել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով խորհրդարանի անդամները, հոգևորականներ և մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը նվիրված կրոնական ազատության և հայ-առաքելական եկեղեցու պաշտպանության հարցերին։ Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները հակաեկեղեցական քարոզարշավ են իրականացնում, իսկ իր եղբոր Տաշիր ընկերությունի խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բանտում է Աստծուն հավատալու համար։ Նա նշել է, որ հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցող գործարին բանտարկել ընդամենը 37 վայրկյան տևողությամբ մեկնաբանության համար։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը Սարգիս Զեյնալյանը ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է, գրում են ԶԼՄ-ները։ Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել են 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա, դանակի հարվածներ հասցրել, ինչի հետևանքով նա սպանվել էր։ Նա Աբովյանի քաղաքից էր, 24 տարեկան դանակահարությունը տեղի էր ունեցել Աբովյանի կենտրոնական հատվածում, Հանրապետության օգոստոսի 23 փողոցների խաչմերուկում։ Կանգ առած սրահի մոտ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ սպանության հատկանիշներով։ Հայաստանն ու ԱՄՆ-ն համատեղ իրավաբանական անստեղծելու գործընթաց են սկսել։ Այսօր տարածաշրջանային համագործակցության թեմայով համաժողովի ժամանակ հայտարարություն է արել վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Թրամփի ուղի նախագծին։ Փաշինյանի խոսքով Թրամփի ուղի ծրագիրը մի քանի փուլ է ունենալու՝ երկաթուղիներ, օղակաշարեր, որի մեջ կարող են լինել նավթամուղներ և գազամուղներ։ Ըստ վարչապետի, Հայաստանն ԱՄՆ-ի հետ Թրամփի ուղու վերաբերյալ քննարկում է հողի կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 49 կամ 99 տարով։ Ադրբեջանցի դատախազներն առաջարկել են ՑՄԱ ազատազրկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Իսկ Մադադ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը 65 տարին լրանալուն պատճառով չեն կարող դատապարտվել ՑՄԱ ազատազրկման, ինչի համար առաջարկվել է նրանց դատապարտել 20 տարով, որից 10 տարին պետք է անցկացնեն խիստ ռեժիմի գաղութում։ Դավիթ Ահլավերդյանին նախատեսում են դատապարտել 18, Լևոն Բալայանին 17, Վասիլի Բեգլարյանին, Գուրգեն Ստեփանյանին, Էրիկ Ղազյանին 16 տարվա ազատազրկման։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով տուժողների ներկայացուցիչները համաձայնել են հնչեցված առաջարկներին։ Հայաստանը ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետապնդման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն այսօր հավանության արժանացավ Հայաստանի կառավարության նիստի ժամանակ։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, հաշվի առնելով, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են։